Սիրելի եղբայրներ, քույրեր, զավակներ, պիտի ասեմ մի բան, որ դուք շատ ծանր օրերի միջից անցաք, բայց միայն ու միայն անցյալի դխուր դեպքերով չպետք է ընկճվել, այո, բադահեցին, բայց հիմա բադահեցավ, անցավ և մենք պետք է նայենք կյանքին և ոչ թե մահվան, ոչ թե անցյալին, ներկային, հետևաբար ես առաջին հերթին հարկանք եմ ընծայում և աղոթք եմ անում բոլոր այն երդասարդ քաչ տղաներին, այն սկանչելի մեր քաչամարտիկներին, որոնք իրենց կյանքը տվեցին, որպես իրենց հայրենիքի կյանքը չգործվի։ Մենք նրանց չենք կարող մոռանալ։ Հիմա սակայն, երբ խաղաղություն է տիրում, գիտեմ, դակավին կատարյալ չէ խաղաղությունը, բայց հիմա որ ունենք այս հանդարտությունը, լծվենք գործի, լծվենք աշխատանքի և թող օտարներն անգամ գիտենան, որ Արցախը միայն հող չէ, Արցախը ժողովուրդ է, Արցախը մարդկություն է, Արցախը ազգություն է, Արցախը հավատք է և դրանով է, որ հողը արժեք ունե և հետևաբար մենք պետք ունենք այժմ լծվելու աշխատանքին։ Մեր քաչամարտիկ հերոսները իրենց արյունը տվեցին։ Մենք, որ ապրում ենք հիմա, մենք էլ մեր քրդինքը պետք է տանք, պետք է աշխատել գիտենանք և ես եկել եմ մի այնպիսի ժողովրդից, ուզում եմ ես մեկը մեր սիրելի արցախցի ժողովուրդ իմանա, որ գաղթական եկավ, մենք որ Թուրքի յաթաղանից դուրս ազատվեցինք, 1.5 միլիոն հայ զոհ տվեցինք, 1.5 միլիոն, նետվեցինք խլյակների նման ծովեզերք, ոչինչ ունեինք, իմ ծնողքին համար եմ ասում, բայց միայն իրենց հագուստը վրա և այն ադեն աշխատեցին, դուն շինեցին, իրենց կյանքը իրենց ձեռքերովը շահեցին օտար երկրների մեջ, որոնց ոչ լեզուն էին իմանում, ոչ հող ունեին, ոչ դուն ունեին, միայն բադիվ ունեին, բարդի գիտակցություն, աշխատանքի կամք։ Հիսուսն ասում է, որ նա, որ չի աշխատում, իրավունք չունի ուտելու, նա, որ կաշխատի, հալալ լինի, արդար ըլլա այդ մարդուն կյանքը և ապրուստ։ Հետևաբար մի խոսքով ասեմ, սիրելի և թանկագին ժողովուրդ, դեպի կյանք գնանք, դեպի աշխատանք և դեպի վերանորոգում հավատքով, հույսով և սիրով, 3 առաքինություններ, հավատք, հույս և սեր, սրանից ավելի մեծ ուժ մարդկային կյանքում չկա։ Եվ այժմ ես իմ կյանքում